Ես կապամ Տիկին Վարդանյան երեկ Փաշինյանը Երևանյան իր քարոզարշավի ժամանակ մետրոյում վիրավորեց արցախցի աղջկան, ընդ որում նաև վիրավորեց իր անչափահաս երեխայի ներկայությամբ վարչապետի նմանատիպ վարքագիծ առհասարակ որքանով է ընդունելի։ Ես չգիտեմ որևէ երկիր, որևէ հասարակություն, որտեղ ընդունելի է, բնականաբար անընդունելի է, որևէ իրապես ժողովրդավարական երկրում դրան կհաջորդեր ոչ թե լայվով հասկանալով ինչ վնաս է իրեն տվել կեղծ ներողություն, այլ հրաժարական եւ այլևս երբեք քաղաքականությանը մոտ չգալ, բայց քանի որ սա Նիկոլ Փաշինյանի Հայաստանն է, նրան հաջորդում է ցինիզմ եւ անպատասխանատվություն։ Դա անընդունելի է, բայց այդ միջադեպը բացահայտում է ովքեր են Civic KTM-ի Արցախի նկատմամբ ատելություն տարածող վերնագրերի հեղինակները, որտեղից է գալիս այդ նարատիվը, որտեղից մեր ժողովրդի մեջ այդ թեզերը ու նարատիվները, ինչպես է թեզը տարածվել, որ հերոսաբար կռված արցախահայերը փախել են։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանից ուղիղ, ես չգիտեմ անձամբ է գրել թե չէ, այդ հոդվածները ատելություն տարածող, բայց որ թեզը ինքն է տվել եւ ինքն էլ ուղղակի զայրույթի պահին դա արտաբերեց, դա փաստ է, ու սա պետական մակարդակով արցախահայերի նկատմամբ ատելության քարոզի դեպք է, ու ճիշտ բառացի գրեթե նույնական, ինչպես դա անում էր Ալիևը։ Ինչպես է ստացվում, որ եկեղեցու, կուսակցությունների, ընդդիմադիրների, արցախահայերի նկատմամբ Փաշինյանի խոսքը նույնական է Ալիևի հետ, երբ իրենք հերքում են, որ կատարում են Ալիևի պահանջները, թող դատի հասարակությունը։ Եվ ճիշտ ասած մենք ավարտեցինք նոր Արարատ Միրզոյանի հետ քննարկումը կատարողականի, Արարատ Միրզոյանը ասաց, այո, հունիսի 7-ը դա հանրաքվե է։ Ուրեմն հանրաքվեի են դրել իրենք Ալիևի սահմանադրությունը, արցախահայերի նկատմամբ ատելություն քարոզելը, ներքին քաղաքական դերակատարների նկատմամբ ատելություն քարոզելը։ Այդ հանրաքվեին ամեն մարդ պիտի որոշի ինչ է ասում այդ հանրաքվեին, այո թե ոչ։ Տիկին Վարդանյան ասում է, եթե կրկին մենք չանցնենք, մենք իշխանություն չդառնանք, պատերազմ է լինելու, ինչ պատերազմի մասին է խոսքը։ Նախ, եթե Փաշինյանը տեղեկություն ունի օրով ժամով երբ Հայաստանի վրա հարձակվելու, պիտի դրա մասին հրապարակի եւ իր միակ գործը պիտի լինի այդ հարձակումը կանխելը։ Դիվանագիտականից մինչև բոլոր անհրաժեշտ միջոցներ։ Եթե Ալիևի հետ պայմանավորվել է, որ իր իշխանափոխության դեպքում Ալիևը պիտի հարձակվի, դա էլ պիտի ասի։ Այլ տեղից ինչպես օրով ժամով իմանալ Հայաստանի վրա երբ հարձակվելու ամիսներ առաջ մի քիչ զարմանալի է ու ինչքան կարելի է սեփական ժողովրդին պատերազմով սպառնալ։ Իսկ ինքը որ լինի չի հարձակվելու, իսկ ինչ է տալու դրա դիմաց։ Իսկ Ալիևը ուզում է հարձակվի ու դա կախված է Հայաստանում ինչ իշխանություն կլինի։ Ուրեմն այդ դեպքում մենք ինչ պիտի անենք, Փաշինյանին ցմահ պիտի պահենք իշխանության, ինչքան պիտի մեզ սպառնա պատերազմով, ինչքան պիտի Ալիևով լավ մեզ սպառնա։ Դա ամոթ չի, ասենք այն կկվի օրն ենք ընկել էլի, քանի ձագին պետք է տալ, օրինակ Տավուշը տալու ենք որ պատերազմ չլինի, իսկ Երևանը տեղ գալու ենք հասնենք, լավ ինչքան կարելի է ասեն սպառնել սեփական ժողովրդին Ալիևով։ Եթե ինքը գերի է ընկել Ալիևի ձեռքը, այս ժողովուրդը գերի չի, իսկապես գերի չի, ինքը թող, չգիտեմ, իր մասում ինչ ուզում է անի, բայց մենք հո Ալիևի գերին չենք։ Ալիևը անվերջ Հայաստանի վրա հարձակվելու ինդուլգենցիա չունի, եւ ավելին ասեմ, այդ հարձակումները իրենցից ենթադրում են ռեսուրսներ եւ անկանխատեսելիություն, որը խնդիր է Ադրբեջանի համար։ Եթե այդքան պարարտ հող ստեղծելու հրավիրել անդադ հարձակվելու քո վրա ու բոլոր հիմքերը դրա համար ստեղծել, դա պետական հանցագործություն է։ Հակառակը ինքը որ չլինի, կլինի խաղաղություն, ինչպես եղել է իրենից առաջ։ Անդրադառնալով կրկին երեկվա միջադեպին, ներողություն է նախընտրում ու ասում, որ 2023 թվականի իրադարձություններից մինչև այսօր չի կարողանում կառավարել իր էմոցիաները։ Իսկ հանցագործը որ հանցանք է գործում, ասենք մարդ է սպանում կամ որևէ այլ հանցանք է գործում, որ ներողություն է խնդրում, դա բավարարում է։ Ինչ նշանակում ներողություն է խնդրում։ Մարդու վրա հարձակվես, ներազգային թշնամանք սերմանես հետ ասես դե կներեք։ Այդ ներողությունը ընդհանրապես իր լայքերի համար է արել։ Հասկացել է ինչ անդառնալի վնաս է հասցրել իրեն այդ միջադեպը, դա համար երևի մի 5 անգամ ներողություն է խնդրել։ Բայց ներողությունը, զղջումը ենթադրում է պատասխանատվություն։ Առանց պատասխանատվության ինչ ներողության մասին է խոսքը։ Այսինքն պետք կարող են տան մեկին սպանան, ասեն դե կներեք, հա։ Այդ երեխայի հոգեբանական վիճակը կնոջ չկինել չեմ էլ ուզում անգամ մանրամասներ նկարագրել, դա ներողությունով անցնելու բան է։ Ներազգային թշնամանքի սերմանումը ներողություն է, 150,000 մարդուն փախած անվանելը հերոսաբար կռված մարդկանց, որ ամեն ընտանիք ունի զոհ, դա ներողություն է, ներողության բան է։ Իր օրինակ այն երկրները, որոնք ինքը օրինակ է բերում Եվրամիության երկրներին, նասկի պետական բյուջեից գնելու համար հրաժարականներ են տալիս։
հիմա սա եթե ժողովրդավարական երկիր ենք մենք սա է, մենակ այս դեպքի համար հրաժարական էր պետք, էլ չասած որ միայն այս պատճառով մարդը այլևս երբեք չպետք է կարողանար ընտրվել։ Ես եմ շնորհակալ։